Ժողովուրդ ջան, ահա թե ուր է կորել Դերանայի լիճկան։ Դերանայի լիճկայի ամենաբուրըն ամիսը սեպտեմբերն է, հոկտեմբերը ևս։ Սեպտեմբեր-հոկտեմբեր, այո։ Եվ ես կենտրոնացա իմ աշխատանքին, դրա համար որոշեցի դադարեցնել, որովհետև ահավոր դժվար է։ Տարին տարու վրա մեծանում ենք, երեխեք ջան։ Մակարդեք հանդար տարի հանդար երիտասարդ աղջիկ էի։ Երիտասարդ 60 տարեկան, երիտասարդ 60 տարեկան։ Իսկ հիմա արդեն 61 տարեկան։ Ինչ սիրելիներս, իմ աշխատանքի բնույթը սա է, պատվերները եկել, եւ ես պետք է այն հիմա տեսնեմ ով ում որ եղբայրն է եւ ուզում եմ ձեզ ասել սիրելիներս, որ երբ որ ունենք մենք աշխատանք, մենք մեզ երիտասարդ ենք զգում։ Եթե հնարավորությունն է, առողջություններս դեռ ներում են, մենք պետք է աշխատենք։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Այո, եւ հոգով, եւ արտակնապես, եւ ինչ ասեմ, մարդուն էներգիա է տալիս։ Դժվար է ահա որ սկսել է, երբ որ արձակուրդից հետ ես գալիս, բայց արդեն որ մտնում ես ռուտինայի մեջ շարունակում ակու աշխատանքը։ Դե ինչ սիրելիներս, եկեք անջատել եւ շարունակենք իմ գործը։ Աշխատանքի կենտրոնացման այդ պրոցեսը դուք ինձ ճիշտ հասկացեք, ես ձեզ շատ եմ սիրում, ես սիրում եմ նաև իմ YouTube-յան ալիքը եւ կարոտել եմ ասեմ ձեզ շատ, ուղղակի ինձ պետք է մի քիչ կենտրոնանամ իմ աշխատանքի վրա, որովհետեւ իրոք սա շատ կոմպլեքս աշխատանք է, մի փոքրիկ վրիպում եւ ֆինանսական մեծ տուժ, դրա համար մի քիչ ասեցի բանանեմ, այդ դու ասա սկսեմ իմ աշխատանքը, հետո նոր արդեն հանգիստ կգամ եւ իմ առօրյան, իմ նորություններով ձեր հետ կկիսվեմ։ Եվ ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ իմ լավ հետևորդուհիներին, ովքեր գրում են, ովքեր սպասում են, ովքեր կարոտում են ինձ։ Եվ նրանք, ովքեր անդադ գրում են Անահիտ ջան, դու միակն ես, որ նայում ենք եւ ուրախ եմ դրա համար շատ գոհ եւ շնորհակալ։ Համբուրում եմ ձեզ սիրելիներս Եվ ձեզ ասեմ պակա-պակա, այսօր արդեն համարյա ամսի, քանիսն է այսօր 17-ն է, քիչ մնաց։